այսօր ավանդույթ է դարձել, չէ՞, դատարանում մենք միշտ հանդիպում։ Ինչու է ավանդույթ դարձել։ Դե Նիկոլ Փաշինյանն է այդ ավանդույթը մտցրել, 18-ից հետո մենք հանդիպում ենք դատարանների առաջ, որովհետև ժողովրդավարական բաստիոնն է, չէ՞, ով դառնում է ընդդիմախոս կամ ակտիվանում է, սրան գործը հետևից կարում են, բերում են դատարան։ Պարոն Շարմազանov, երեք ողջ օրը ԿՊ-ականները Գյումրիում դրանից դուրս ասում էին, որ սա բացառապես իրավական գործընթաց է, իրենք չեն կարող գնահատական տալ։ Լավ չէին ասելու իրաց։ Եվ Սարիկ Մինասյանն էլ տարանջատվում էր, այսպես ասած, ԿՊ-ից, ասում էր, որ ինքը այս ամենի հետ կապ չունի։ Այս առնչությամբ ինչ գիտար։ Ժողովուրդ ջան, ես չեմ ուզում Գյումրի ընտրությունների մասով խոսամ, դա գյումրեցիների խնդիրն է։ Եվ Երևանում, Ալավերդում, Կապանում կանգնել ասել Գյումրու մասով, դա գյումրեցիները իմաստուն ժողովուրդ են, գյումրեցիներն իրենք կորոշեն, ում են քվեարկում, ոնց են քվեարկում։ Իսահակյանն ու Շիրազ տված, Մեհեր Մկրտչյան տված ժողովուրդը ու շատ ավելի շատ հանճարներ, ինքը գիտի ոնց կվերաբերվի էլի այս պրոցեսներին, պետք չի գյումրեցիներին խելք ցույց տալ կամ ասել, որ սա ինչ վատ է։ Բայց ես ուզում եմ խոսել երեկվա այդ խոզարկությունը չէ, դա քաղաքական տերոր է, քաղաքական տերորի պահով զուտ Գյումրու կոնտեքստում, բայց սա կատարվում է այն ինչ-որ 7 տարիների ընթացքում է կատարվում։ Նիկոլ Փաշինյանի իրական դիմքը երևում է այս ժամանակ։ Հենց մի քիչ նրա իշխանությունը փորձում է, այսպես ասած, շարժվել, նա միանգամից դիմում է տերորի։ Սկսում է սրան նրան բռնել։ Հիշում եք 18 թվականից հետո սկսեց ասֆալտին կպարկասնենք, այս կանենք, այն կանենք։ Նախորդին պարլամենտում ընկավ ցայտնոտի մեջ, հիստերիկ նոպաների մեջ։ Սա իրանց ոչն է, սա խոսում է, որ իշխանությունը գլոբալ իմաստով ինքը կայուն չի։ Իշխանությունը ցնցվում է, իշխանությունը հասկանում է, որ իշխանությունը իրենց ոտքերի տակից գնում է եւ ուշ թե շուտ գնալու է։ Իսկ գյումրեցիների պահով Մարտունը մեր ընկերն է, Մարտունի հայր կամո մեր ավակ ընկերն է, ես եկել եմ եւ տղան էլ իմ փոքր ընկերն է։ Մենք եկել եմ իրենց սատարեմ եւ դատապարտում եմ այն քաղաքական տերորը, որ իրականացվում է Գրիգորյան ընտանիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Մի բան էր, էլի քարոզարշավին չեք ուզում անդրադառնալ, ամեն դեպքում Չէ, ոչ թե չեմ ուզում անդրադառնալ, ասեմ դա գյումրեցիների խնդիրն է, գյումրեցիները գիտեն ում պետք է ընտրեն կամ ում չպետք է ընտրեն։ Նայեք, ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի Արցախի Ղարաբաղի հասցեին ուղված այս հոխորտանքը նաև քարոզարշավի մաս դարձավ, այլ ձևակերպմամբ Սարիկ Մինասյանի հայտնի հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ, որ փախել են, էսեն արել, չեն ուզել գնան Արցախ, կռվեն, ծառայել։ ԿՊ-ի 90%-ը չի ծառայել բանակում իրաց ղեկավարի գլխավորությամբ։ Հիմա եկել են, եթե իրանք ուրիշի մեղադրում են չծառայելու մեջ, Նիկոլը ծառայել է, Արադ Միրզոյանը ծառայել է, Արայիկ Հարությունյանը ծառայել է, ուտես հերթով ծառայել է։ Այդ որ ուրիշին մեղադրում են չծառայելու մեջ։ Կարող է իրանք Մարշալ Ժուկովի ու Ռակասովսկու նման եղել են կամ գեներալ Մանվեի նման առաջնագծում են եղել։ Չէ, դա այնպես էր ասում, որ նեղանում են հենց Արցախից, Լեռնային Ղարաբաղից են փախել, այնտեղ ծառայելուց։ Արցախից։ Ընկեր, ես տենց հիմարությունները չեմ ուզում մեկնաբանել։ Ես ավելի գլոբալ հարցեր եմ մեկնաբանում։ Սարիկ Մինասյան անազգանով քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, որ մի հատ իրան մեկնաբանեմ։ Ես ճանաչում եմ իրանց թիմից մի հոգու։ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ մնացածը սա իրականացնում են Նիկոլի հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում են, Նիկոլ Փաշինյան, այո, դու կապիտուլյանտ ես, որովհետև ստորագրել ես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, դու կրկնակապիտուլյանտ ես, որովհետև հանձնել ես Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հետո էլ Գրենադայում, դու եռակի կապիտուլյանտ ես, քանի որ արդեն ընդունել ես Ալիևի բոլոր պայմանները, որտեղ ոչ խոսք կա Արցախահայերի վերադարձի, ոչ Արցախի ճակատագրի, ոչ մեր գերիների եւ ավելին դու փաստացի կատարում ես Ալիևի բոլոր հրահանգները եւ փաստացի հրաժարվում ես Հայաստանի 3-րդ հանրապետության բովանդակային հիմքերից։ Դու պարլամենտում կանգնեցիր եւ պատերազմ հայտարարեցիր Ղարաբաղյան շարժմանը, իսկ ով չգիտի, ժողովրդի համար եմ ասում։ Դուք ինձնից լավ գիտեք դա։ Սա հանրության համար եմ ասում։ 3-րդ հանրապետությունը ծնունդ է Ղարաբաղյան շարժման։ Չլներ Ղարաբաղ կոմիտեն ու Ղարաբաղյան շարժումը, 3-րդ հանրապետություն չել լինի։
Այս պետության բովանդակությունը Ղարաբաղյան շարժման մեջ է։ Եվ իսկով ուրանա, կներեք, հայի համար Ղարաբաղ ուրանալը նույն բանն է քրիստոնյայի ոնց որ քրիստոնյան ուրանա Հիսուսից։ Նույն բանն է։ Այդ նույն ամբիոնից, այդ նույն օրը, երբ որ Ղարաբաղյան շարժումը ասած մենք պետք է մոռանանք շարունակենք, Նիկոլ Փաշինյանը այդ նույն Ղարաբաղ կոմիտեի հիմնադիրներին, անդամներին, նաև Արցախի նախկին ղեկավարությանն ու Հայաստանի նախկին նախագահներին վիրավորական արտահայտություններ հնչեցեց, կտամ կծեփեն պատերով, չգիտեմ, պատեպատ կտամ, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին պատեպատ։ Նիկոլ Փաշինյանը ինչքան կա եւ երեք նախագահները ինչքան կան, ցույց է տվել Իլհամ Ալիևը։ Երբ որ Սերժ Սարգսյանի ժամանակ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին լալա հառաշ բողոքում էր, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը, դա նույն Ալիևն էր։ Եվ Սերժ Սարգսյանը դե թող ասեմ, հարցը տվել ես, թող պատասխանեմ, եղբայր ջան։ Եվ երկրորդը, իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ ասել Իլհամ Ալիևը եւ ով է Նիկոլ Փաշինյանը աշխարհակաղակական առումով։ Ես չեմ ուզում դա կրկնել։ Ինձնից լավ գիտեք, էլ բիզիմ դիրել, նոլ դուել, ծաղրացու, այդքան տես խոսացող, հա, թող գնա Ալիևի դեմը խոսա, ոչ թե խելոք Ալիևի հրանները կատարի։ Իսկ ինչքան են ոչ մի բան էլ թույլ չենք տալի, ՃՏ-ի աշտանն են հաշվում։ Նիկոլ Փաշինյանը պրծած գործիչ է, ու ես ասել եմ, Արցախյան խնդիրը ավարտված չի։ Եթե իրենց թվում է Արցախը հանձնելու մարսել են, Արցախը հայաթափելու մարսել են, դա անհնար է։ Դա ոչ քաղաքական առումով է մարսելի, ոչ իրավական, ոչ էլ մարկային։ Դա մարսելու բան չի։ Կապրեն կտեսնենք։ Պարոն Շարմազանov, արդեն 5-րդ աշունն է գալիս, եւ այդ ՏՏ-ին չեն հաշվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Վահե ջան, կարա նախկին նախագահների հասեն ինչ ասել ու անպատիժ մնալ ու առանց պատասխանատու։ Դե քոնեման քաղաքացիները պետք է բոլորը դուրս գան փողոց եւ Նիկոլ Փաշինյանի ականջից բռնեն եւ դուրս չպրտեն կառավարության քաղաքական առումով դուրս չպրտեն կառավարության աշխատասենյակից։ Երբ որ բնակչության մեծ մասը քոնեման տես պատվախնդիր կլինի, Նիկոլ Փաշինյանը լետաթորին նստած չի լինի։ Շնորհակալ եմ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։